Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության Զինուշ հեռուստածրագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Անդրադարձ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանի ուսումնական առօրյային։ Զորամասերի բուժծառայության պետերի հավաք խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան ժամանակահատվածում զինված ուժերում մի շարք հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։ Պաշտպանության բանակի շրջանակում անցկացվել է քանդակագործների մրցույթ։ Իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը զինվորների առողջության պահպանման հարցերի շուրջ զրուցել է զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ գնդապետ Տիգրան Ավետիսյանի հետ։ Այժմ նշված եւ մյուս թեմաների մասին առավել մանրամասն։ Մեր առաջին տեսանյութի հերոսները, ովքեր սովորում են Պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարանում, նշում են, որ իրենց ուսումնառությունն առաջին հերթին հնարավորություն է լրացնելու հայրենիքին գործով ծառայող անձանց շարքերը, պատմում է Ներսես Իվանյանը։ Ազգային բանակի կազմավորմանը զուգահեռ կենսական նշանակության խնդիրներից մեկը դարձավ արկա ավիացիոն, կապի եւ հակաօդային պաշտպանության տեխնիկային հմտորեն տիրապետող մասնագիտական լիարժեք կրթություն ստացած սպայական կազմի պատրաստումը։ Հենց այդ նպատակով հանրապետական աերոակումբը եւ Արզնի օդանավակայանը դեռ 1993 թվականին վերակազմավորվեցին որպես Պաշտպանության նախարարության ուսումնաավիացիոն կենտրոն։ 2001 թվականի մայիսին ուսումնարանը ստացավ բարձրագույն ուսումնական հաստատության ավիացիոն ինստիտուտի, իսկ 2016 թվականին էլ համալսարանի կարգավիճակը։ Անցած 23 տարիների ընթացքում ռազմավիացիոն համալսարանը վերանորոգվել եւ արդի պահանջներին համահունչ ապահովել է ուսումնական վարժասարքերով, լինգաֆոնային եւ համակարգչային տեխնիկայով։ Այսօր արդեն համալսարանում արկա ուսումնամեթոդական եւ լաբորատոր բազան հնարավորություն է ընձեռում ավիատորներից բացի պատրաստել նաեւ կապի եւ հակաօդային պաշտպանության մասնագետներ։ Ներկայումս մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում գործում են 4 ֆակուլտետներ, որոնցից 3-ում ավիացիոն, կապի եւ հակաօդային պաշտպանության ֆակուլտետներում իրականացվում են կուրսանտների մասնագիտական, իսկ հանրակրթական առարկաների ֆակուլտետում հումանիտար եւ ընդհանուր ինժեներական պատրաստություն։ Գարեգինը դեռ փոքր հասակից է երազել զինվորական համազգեստ եւ ուսադիրներ կրելու մասին։ Իր երազանքի իրականացման ճանապարհին նա դիմել եւ ընդունվել է փոքր մհեր կրթահամալիր, որն ավարտելուց հետո էլ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմավիացիոն համալսարան։ Գարեգինի խոսքով ռազմավիացիոն համալսարանը առանձնանում է իր կարգապահությամբ եւ ուսմանը տրամադրող մթնոլորտով։ Թե կուրսանտ, թե կուրսանտ սպա, թե կուրսանտ դասախոս հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են։ Այստեղ սովորող յուրաքանչյուր կուրսանտ ապահովված է գրեթե ամեն ինչով, որպեսզի կարողանա իր գիտելիքների մակարդակը հասցնել այնքան, որ հետագայում կարողանա իր ծառայությունը շարունակել զորքերում։ Ավելին, ինչպես նկատում է Գարեգինը, համալսարանում միմյանց օգնելու եւ սատար կանգնելու առումով բոլորը պատրաստակամ են։ Ուսման առաջին իսկ օրվանից այդ վերաբերմունքին արժանանալով ինքն էլ ակամայից դարձել է այդ ավանդույթի շարունակողը։ Երբ որ ընդունվեցինք ռազմական ավիացիոն համալսարան, մեր այն հարցերում, որ դժվարանում էինք, բարձր կուրսի կուրսանտները իրենց փորձով միշտ օգտակար են լինում մեզ խորհուրդներ են տալիս, թե որ հարցում ինչպես պետք է շարժվենք, եւ մենք այդ ավանդույթը շարունակում ենք եւ մեզանից հետո եկող ցածր կուրսերին փորձում ենք ամեն կերպ նրանց կողքի լինել։ Գագիկ Բեջանյանը ուսանում է համալսարանի ավիացիոն ֆակուլտետում։ Կուրսանտի հավաստմամբ շփվելով քաղաքացիական բուհերում ուսանող իր հասակակիցների հետ, ինքը համոզվել է, որ իր ընտրությունը լավագույնն էր։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է կարգուկանոնին, կուրսանտների եւ դասախոսների միջև առկա փոխադարձ հարգանքին ու գնահատանքին։ Այս խորապատկերում Գագիկը կարևորում է նաև կուրսանտների շրջանում առկա ինքնուսուցման եւ մասնագիտական հմտությունների մեջ խորամուխ լինելու ընդգծված ձգտումը։ Պարտադիր չի զինվորական լինել, որ պաշտպանես հայրենիքը, բայց իմ համար ուղղակի սենց ավելի հոգեհարազատ էր, սենց ավելի ճիշտ էր։ Երևի դրա մեջ ավելի մեծ ներդրում ա եղել նաև այն, որ փոքր ժամանակվանից տեսել եմ նաև զինվորականի կյանքը, որովհետև հայրս նույնպես կադրային զինվորական է եղել։ Երևի այդ պատճառով։ Ապագա ավիատորի կարծիքով համալսարանականների միջև զորանոցային կյանքի ընթացքում ձևավորվող բանակային ընկերակցության մթնոլորտը միմյանց զորավիկ լինելու անտրտունջ ու անվարան պատրաստակամությունը նպաստում են արժեքային համակարգի զարգացմանը։ Դրա հիման վրա կարծես է ծառայության որակը մի այլ հարթակի վրա է տեղափոխվում։ Դա տալիս է ավելի շատ պաշտպանված լինելու, քեզ ապահով զգալու, ուժեղ լինելու, որ միշտ գիտես կողքիդ կանգնած են։
Մեկս մյուսից աջակցելով, մեկս մյուսից օգնության ձեռք մեկնելով հասնել ենք ինչ-որ արդյունքի եւ կարողանալու ենք կատարել մեր առջեւ տրված մարտական ցանկացած խնդիր։ Գյումրեցի Գեղամը, ինչպես եւ համալսարանում ուսանող կուրսանտների ճնշող մեծամասնությունը, իր մասնագիտական ընտրությունը արել է դեռևս փոքր հասակում, երբ ակնածանքով ու պատկառանքով նայում էր հանրապետության հրապարակող անցնող զինվորականներին, դիտում էր հերոսներին ներկայացնող ֆիլմերն ու տեսանյութերը։ Գեղամը անկեղծանում է, որ անձամբ իր համար ավիացիոն համալսարանում ուսումը առաջին հերթին հնարավորություն է լրացնելու հայրենիքին գործով ծառայողների շարքերը, մարտական փառահեղ ուղի անցած դասախոսներից քաղել այն ամենը, ինչը հետագա զինծառայության տարիներին իրեն կօգնի լավագույնս դրսևորվել իբրև հայրենիքի պաշտպան։ Մեկս մյուսից ոնց որ շահագրգռ ենք անդադ, որ լավ սովորենք ու կարողանանք հետագա մեր ենթականների առաջ կոպիտ ասած չհամաճենք։ Վերերն ասվածը, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված համալսարանի բարձր վարկանիշն ու համբավը կուրսանտներին պարտավորեցնում է բարձր պահել բուհի պատիվը։ Համալրելով ազգային բանակի համապատասխան ստորաբաժանումները, ամենայն նվիրումով ու բարեխեղճորեն կատարել ծառայողական պարտականությունները։ Նոյեմբերի 1-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է բուժծառայության պետերի հավաք խորհրդակցություն, որի ներկա է եղել նաև իմ գործընկեր Հովհաննես Պարաշյանը։ Դրանից էլ կփորձենք ճշտել, թե հատկապես ինչ առանցքային հարցեր է քննարկվել հավաք խորհրդակցության ընթացքում։ Շնորհակալություն Քրիստինա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ձմեռ է եւ ինչպես նկատում ենք եղանակն արդեն իսկ բավականաչափ տեղումնառատ է եւ ցրտաշունչ, ինչը ուղղակիորեն կապված է սուր շնչառական եւ մրսական գործոնով պայմանավորված հիվանդությունների թվի աճի հետ, ըստ այդմ զորամասերի բուժծառայության պետերի հավաք խորհրդակցության հիմքում առավելապես ընկած էին ձմռան ժամանակահատվածում զինված ուժերում գլուխ բարձրացնող մի շարք հիվանդությունների վաղ ախտորոշման, բուժման, թոքաբորբերի եւ այլ բարդությունների նվազեցման ուղղված միջոցառումները ճիշտ եւ ժամանակին կազմակերպել հարցերը։ Շնորհակալություն Հովհաննես։ Հարգելի հեռուստադիտողներ, թեմայի շրջանակում առաջարկում եմ դիտել փոքրիկ տեսանյութ, որից անմիջապես հետո իմ գործընկեր Նաիրա Համբարձումյանը զինվորների առողջության պահպանման հարցերի շուրջ Զինուժի հյուրասրահում առավել մանրամասն կզրուցի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ գնդապետ Տիգրան Ավետիսյանի հետ։ Նախորդ տարիների համեմատ այս տարվա ձմեռը կարծես թե փոքր ինչ ավելի վաղ ու հանկարծակի հյուր եկավ։ Առաջին առատձյան ու եղանակային ցուրտ պայմանների գալստյանը զուգահեռ բնականաբար սկսվում են նաև զինվորների ծնողների մտահոգությունները այն մասին, թե ինչպես են իրենց որդիները զգում, արդյոք չեն մրսում, հիվանդ չեն եւ ինչ պայմաններում են անցկացնում ծառայությունը։ Այս անչափ կարևոր խնդիրը մշտապես եղել եւ շարունակում է մնալ զինված ուժերի գործունեության առանցքում, չէ՞ որ մարտունակ բանակի հիմնաքարը առողջ զինվորն է։ Ձմռան ժամանակահատվածում զինվորների առողջության պահպանման ուղղված հարցերին էլ նվիրված էր զորամասերի բուժծառայության պետերի հավաք խորհրդակցությունը, որի ընթացքում եւս մեկ անգամ ընդգծվեց, որ յուրաքանչյուր բժիշկ մասնագետ կրելով զինվորի առողջական վիճակի պահպանման պատասխանատվությունը պարտավոր է աշխատել սրտացավորեն եւ անթերի, բաց թողումներից զերծ մնալու համար։ Ձմեռը միշտ գիտենք կապված ցրտի մրսական գործոնի հետ պայմանավորված, սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված ունենում ենք դեպքեր, նման պայմաններում դրվում են խնդիրներ զորամասերի բուժծառայության պետերի առաջ ժամանակին ճիշտ հիվանդներին հայտնաբերում, մեկուսացում, հաջորդ էտապ տեղափոխում, որպեսզի բացառենք ծանր հետևանքները կապված համաճարակային խնդիրների հետ։ Բոլոր դեպքերում պարտավոր են խիստ վերահսկողություն իրականացնել, ճիշտ եւ ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարությանը, որպեսզի կարողանանք զինվորի համար ստեղծել պատշաճ պայմաններ ծառայությունը ճիշտ կազմակերպելու համար։ Հավաք խորհրդակցության ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց ձմռան ժամանակահատվածում զինված ուժերում բուժկանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների ակտիվացման, սուր շնչառական եւ մրսական գործոնով պայմանավորված ու արագ զարգացող մի շարք հիվանդությունների կանխարգելման անհրաժեշտ բուժօգնությունը ճիշտ եւ ժամանակին ցուցաբերելու հարցերին։ Կա գլխավոր շտաբի պետի հրաման ջերմության բարձրացման հիվանդների գանգատի դեպքում անմիջապես կազմակերպել ստացիոնար բուժում։ Եթե մենք ժամանակին եւ ճիշտ կազմակերպում ենք ընդունումը, առաջին էտապում ճիշտ են կազմակերպում մեր աշխատանքները, ցանկացած ծանր իրավիճակներում, հետագայում ստացիոնարներում հնարավորություն է ստեղծվում հիվանդի կյանքը փրկել։ Թեկուզ դա լինի ծայրահեղ ծանր ընթացող որևիցե մի հիվանդություն։ Կամավոր Խաչատրյանը նաև հավելում է, համաճարակային իրավիճակը բանակում այս պահի դրությամբ վերահսկելի է։
Հիվանդությունների կտրուկ աճ եւ ծանր ընթացքով որևէ դեպք չկա։ Ցուրտ եղանակով պայմանավորված զորամասերում իրականացվող բուժկանխարգելիչ միջոցառումները գտնվում են ռազմաբժշկական վարչության ամենօրյա խիստ վերահսկողության ներքո։ Լուծված են անհրաժեշտ բժշկական եւ դեղորայքային միջոցների մատակարարման հարցերը։ Ըստ այդմ, հիմք ընդունելով նախորդ տարի զինանձնակազմի շրջանում արձանագրված հիվանդացության ու հոսպիտալացման հիմնական ցուցանիշները եւ դրանց պատճառները, ռազմական բժիշկների կողմից արվել եւ շարունակվելու է իրականացվել ամենայն հնարավորը, գերակախնդիր համարելով հիվանդությունների կանխարգելումը եւ զինվորի մարտունակության պահպանումը։ Բարև ձեզ, պարոն գնդապետ։ Բարև ձեզ։ Եղանակային կտրուկ փոփոխություններ նկատվեցին հանրապետությունում եւ բնականաբար զինված ուժերում կիրառվելու են մրցական գործոնով պայմանավորված հիվանդությունների որոշակի կանխարգելիչ միջոցառումներ։ Խոսքն ինչի մասին է, ավելի մանրամասն կներկայացնեք, խնդրեմ։ Մի շարք հիվանդություններ մրցական գործոնով պայմանավորված, ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում, այնպես էլ զինվորական կոլեկտիվներում բավականին հաճախ բռնկումներ են տալիս։ Եվ որպեսզի խուսափենք այդպիսի խմբակային հիվանդացությունից, կանխավ իրականացվում են մի շարք միջոցառումներ, եւ դա արվում է շատ ամիսներ առաջ։ Նախ մեթոդական ուղեցույցներ են ուղարկում զինված ուժեր բուժծառայության առումով, որպեսզի իրանք կարողանան գործել, կանխարգելիչ միջոցառումներ անեն եւ Աստված մի արածե հնարավոր բռնկումների ժամանակ կարողանան ժամանակին լոկալիզացնել օջախը։ Կազմակերպվում են հավաք խորհրդակցություններ, այլ վերջի հավաք խորհրդակցությունը մենք նոյեմբերի 1-ին անցկացրեցին, որտեղ ներգրաված էին ողջ զինված ուժերի բուժծառայության ղեկավար կազմը, այդ թվում նաև ռազմաբժշկական հաստատությունների։ Կանխավ ստեղծվում է դեղորայքի, սպეციფიկ դեղորայքի որոշակի պաշար, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն։ Եվ իհարկե հակահամաճարակային ծառայության ուժերով ստեղծվում են շրջիկ խմբեր, որոնք ամբողջ զինված ուժերում պտտվում են զորամասերով, այցելություններ են կատարում եւ տեղում ուսումնասիրում են հնարավոր գործոնները, որոնք կարող են ազդել մրցական եղանակների կտրուկ փոփոխության արդյունքում մրցական հիվանդությունների տարածմանը եւ առաջացմանը։ Եվ երևի թե հենց դրանով պայմանավորված արդեն իսկ կա հրաման զինված ուժերում ջեռուցման համակարգերի վաղաժամ կիրառում։ Սովորաբար այսպես է, կա ժամանակահատված, երբ ջեռուցումը շահագործվում է զորամասերում, բայց եթե մենք կանխատեսում ենք, եղանակի կանխատեսումն ենք ուսումնասիրում, որ սպասվում է եղանակի ցրտեցում, ապա նախորոք այլ հրաման է արձակվում, որ անկախ ամեն ինչից ջեռուցման համակարգը գործարկվում է, զինծառայողներին թույլատրվում է կրել ձմեռային հագուստ, բաճկոն, գլխարկ եւ այլն։ Այսինքն կարող ենք վստահորեն ասել, որ մեր զինվորը չի մրսում։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Լավ։ Իսկ կանխարգելիչ միջոցառումներ ասելով գործնականում հստակ կարող եք ասել ինչ նկատի ունենք։ Բացի այդ հավաքներից, նախապես հրահանգավորումներից, ձեռնարկներից, զորամասերում կոնկրետ ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում այս պահին։ Զինծառայողների առողջության պահպանումը դա ոչ միայն բուժծառայության խնդիրն է, դա համալիր միջոցառում է, որին պետք է ներգրաված լինեն ներդաշնակ եւ համահունչ աշխատեն բոլոր ծառայությունները, բոլոր կարգի հրամանատարները։ Իրար հետ փոխկապված մի քանի գործոն կարող է բերել անկախ բուժծառայության միջամտության, կարող է բերել մրցական գործոնով կամ ընդհանրապես հիվանդացության աճին։ Եվ բնականաբար այդ բոլոր ծառայությունների համահունչ աշխատանքը պետք է լինի մշտապես։ Ինչ է դա ներառում։ Դա սկսած կենցաղային պայմաններից, այսինքն բավարար օդափոխություն պետք է լինի զորանոցներում, պետք է ջեռուցման համակարգերը ճիշտ գործեն, դռները պետք է ունենան համապատասխան զսպանակներ, որ փակվեն, զինծառայողների մուտք ու ելքը պետք է լինի կանոնակարգված։ Ամենակարևորը ֆիզիկա առավոտյան մանրամասնությունը, որը որ լինում է հաճախ, որ առավոտյան մանրամասնության հետևանքով են մրսում, դա ճիշտ պետք է կազմակերպված լինի, վարժաձևերը պետք է փոխվեն, կոփման միջոցառումներ պետք է արվեն եւ իհարկե շատ կարեւոր է, որպեսզի անմիջական հրամանատարների կողմից անմիջապես զինծառայողի գանգատը արձագանք ստանա։ Քանզի եթե մեկ զինծառայող մրցական գործոնով, որը որ վիրուսային բնույթ ունի, ժամանակին չեն մեկուսացնում, ինքը դառնում է վարակի աղբյուր եւ լուսկու բռնկման նման ամբողջ վարակը գնում է
կոնկրետ գումարտակի մակարդակով ընդունենք։ Այդ իսկ պատճառով անմիջական հրամանատարի ուշադրությունը շատ կարևոր է այդ առումով, որպեսզի ժամանակին զինվորին ներկայացնի բուժկետ, բժիշկները ճիշտ գնահատեն, մեկուսացնեն, որպեսզի հիվանդությունը տարածում չգտնի։ Կա եւս այլ գործոն։ Ես նշեցի, որ քաղաքացիական բնակչության շրջանում երբ որ բռնկում է լինում, այո, որովհետև ոչ միայն տեղում կարող է ծագել մրսածության հետևանքով առաջանալ վարակիչ հիվանդություն, այլև դրսից եկող քաղաքացիական տեսակցությունների միջոցով։ Հիմնականում դա է լինում, որովհետև վարակը հիմնականում մուտք է գործում զորամաս տեսակցությունների միջոցով, արձակուրդներից, զինծառայողը գնաց արձակուրդ, շփվեց բարեկամների հետ, հիվանդ երեխաների հետ, վերադառնում է վարակաբերում իր հետ։ Շատ հաճախ լինում են նորակոչիկների մոտ երթման արարողությունից հետո, որովհետև պարզ է, ցանկացած ծնող ցանկանում է իր երեխային մի կտոր հաց այստեղ այնտեղով լավ պայմաններում, որ վատ պայմաններում ազատ արձակում են տալիս, բայց ծնող չի մտածում, որ նա վերադարձնում է զինվորին զորամաս, արդեն վարակված կամ արդեն մի 5 ժամը, 4 ժամը հերիք է, որպեսզի հիվանդությունը բնորոշվի արդեն զինծառայողի մոտ։ Այդ իսկ պատճառով իզուր չասեցի, որ միջոցառումը պետք է լինի համալիր, եւ քանի որ հեռուստատեսությամբ ելույթ ենք ունենում, կուզենայի խոսքս ուղղել նաեւ բոլոր ծնողներին, որպեսզի հաշվի առնեն տեսակցությունների ժամանակ, այցելությունների ժամանակ, որպեսզի եթե զգում եք, որ ինչ-որ գանգատ ունեք, ինչ-որ խնդիր ունեք, ոչինչ, հետաձգեք ձեր տղայի տեսակցությունը, որպեսզի հետագայում այդ հիվանդացությունը չզարգանա զինված ուժերում։ Բացի այս ամենից զորամասում բուժանձնակազմը տեղի անմիջական ներգրաված է զինվորի իմունային համակարգի բարձրացման ուղղված միջոցառումներում։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Ինչ մասնակցություն ունի բուժծառայողը զորամասի զինվորի իմունային համակարգի բարձրացման գործընթացում։ Լավ։ Սննդակարգը բնականաբար ձմեռային ժամանակահատվածում փոքր ինչ փոխվում է, կապված ապահովման նորմաների հետ, այսինքն ավելացվում են ավելի վիտամին պարունակող բանջարեղեններ, մուրաբա, տարբեր տեսակի, որը որ ապահովման նորմաներով նախատեսված է։ Բնականաբար առաջին հերթին բժիշկը իր պարտականությունների մեջ մտնում է հերթապահ-բժիշկի, որպեսզի ճաշը ընդունելուց առաջ անձամբ նախ մասնակցի ճաշեպման պրոցեսին, հետո փորձի ճաշը եւ ված արդեն տա իր եզրակացությունը, դրանով իսկ արդեն մի փուլ մենք իմունային համակարգի ապահովում ենք։ Երկրորդը ասեցի, որ ֆիզիկական պատրաստությունը պարտադիր, եթե բժշկական հսկողությունը լինում է այդ պարագայում, ճիշտ կազմակերպված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ոչ թե բերում է օրգանիզմի հյուծման եւ մրսական գործոնով պայմանավորված տարբեր տեսակի ախտահարումների, այլ բերում է իմունիտետի բարձրացման։ Դրա համար ֆիզիկական պատրաստությունը անմիջական պետք է բժշկի հսկողությամբ նույնպես լինի։ Այսինքն մեր բժիշկները զորամասերում ոչ միայն զբաղվում են արդեն հիվանդ զինվորի առողջության վերականգնումով, այլ այո, հստակ կանխարգելում են մասնակցելով մինչև անգամ ճաշի պատրաստման գործընթացը։ Մի կարգախոսի ներքո են գործում զինված ուժերի բուժծառայությունը, որ առողջությունը նախապայման, կյանքը բացարձակ արժեք, հիվանդությունների կանխարգելումը գերակա խնդիր։ Իրոք հիվանդությունների կանխարգելումը գերակա խնդիր է։ Եվ ծառայության ընթացքում բժիշկը ներգրաված է լինում համարյա բոլոր միջոցառումների մեջ, սկսած մարտական պատրաստությունից վերջացրած ընդունենք կուլտմասսայական միջոցառումներով, այսպես ասենք, հա։ Ամեն միջոցառման մեջ բժիշկի տեղը հետքը պետքա երևա եւ երևում է։ Էլ չասած նրան, որ օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները կանխարգելիչ, այսպես ասած, բժիշկը մի քանի անգամ զինծառայողի հետ կարող է հանդիպել։ Դա եւ առավոտյան տողանն է եւ պլանային այցելությունները բուժկետ, որ կատարվում է ամեն օր ժամը 4-ից 6-ը եւ ճաշարանի, իսկ ձմեռային սեզոնին բժիշկը ճաշարանի դիմաց կանգնած ընդունենք նայում է, որպեսզի զինծառայողները երկարատև դրսում միջև ճաշարան մտնելը չշարվեն, լինեն տաք հագնված, մտնեն ճաշարանի ջերմաստիճանը բավարար լինի։ Ազատ ժամին, երբ որ զինծառայողները զորանոցներում չեն, ինքը պատտվում է զորանոցներով, հսկում ջերմային ռեժիմը։ Բոլոր զորանոցներում արկա է ջերմային ռեժիմի հսկման աղյուսակ։ Ջերմային ռեժիմը պետքա իդեալական լինի։ Բացի ջերմային ռեժիմի պահպանումից պետքա լինի նաև բավարար օդափոխություն։ Եթե ինչ որ
նկատում է այդպիսի խնդիր, որ օդափոխության խնդիր կա, օրապահի միջոցով կազմակերպում է օդափոխությունը։ Այսինքն նամանավանդ այս ձմեռային սեզոնին նոյեմբերից սկսած մինչև մարտ ամիս մարտ ներառյալ նշված միջոցառումները շատ ավելի ինտենսիվ են գնում։ Ինչու՞։ Որովհետև մրցական գործոնով պայմանավորված վիրուսային հիվանդությունները համարվում են անկառավարելի ինֆեկցիա։ Թող այդ խոսքը չվախեցնի ձեզ, ինչի անկառավարելի, որովհետև բավականին արագ տարածում է գտնում, գաղտնի շրջանը շատ կարճ է, դու կարող ես վարակվես 2 ժամ հետո արդեն այդ գանգատները քո մոտ առաջանան։ Նշանակություն ունի անձնակազմի կուտակվածությունը, որը որ բնականաբար է։ Բնականաբար այդպիսի կոլեկտիվներում կուտակված անձնակազմ է, ոնց առնչվես միշտ մեծ խմբականակ լինում է նույն տեղում, շատ արագ է զարգանում։ Այս պարագայում գերխնդիրը հանդիսանում է, որպեսզի կանխել հնարավորին չափ տարածումը, խուսափելը դժվար է։ Լինում է, որ բացարձակ չի լինում, լինում է, շատ հաճախ լինում է, բայց եթե սկսվում է, ընդունեք գլխավոր խնդիրը, որպեսզի հետագա տարածումը կանխարգելվի եւ ամենակարևորն է, որը որ բարդություններ չառաջանան։ Գիտենք, որ սուր շնչականը կարա բարդանա թոքաբորբով եւ այլն եւ այլն։ Այս առումով զինվորական համակարգում զինված ուժերում շատ ավելի հեշտ է կիրառվում այս ամբողջ միջոցառումները, քան քաղաքացիականում, որտեղ քաղաքացիականում դա արվում է տեղամասային պոլիկլինիկաների առումով, այնտեղ բժիշկը եկավ այցելության, ինքը էլ տեղակ չի լինում այդ հիվանդին, ընդհանում են 2 նշանակում, իսկ զորամասում մշտապես եւ ինտենսիվ, եւ եթե Աստված մի արած ընդունեք մի իրավիճակ է ստեղծվում, որ զորամասի բուժ ծառայությունը իր ուժերից վեր է լինում, ընդունենք միջոցառում կազմակերպել, այդ դեպքում մենք ունենք հակահամաճարակային անվտանգության ծառայություն, որը առաջին իսկ ահազանգով տեղում է լինում։ Բացի դրանից, կայազորային սկզբունքով մեր բոլոր գոսպիտալները կցված զորամասեր ունեն, որտեղ իրանք ձմեռային սեզոնին ամսական 2 անգամ այցելություն են կատարում, անկախ նրանից այնտեղ խնդիր կա թե չկա, մեթոդական եւ գործնական օգնություն են ցուցաբերում զորամասային։ Հանրության դեպքում նույնիսկ որքանով տեղյակ եմ, տեղափոխվում են հոսպիտալներ։ Անխոսք, խոսքը խոսում են կանխարգելման մասին, որ անկախ նրանից խնդիր կա թե չէ, առավել եւս ընդունենք ամանորյա այդ տոների ընթացքում, երբ որ բոլորս հանգստանում ենք, ընդունենք, բայց բժիշկները այցելություններ են կատարում զորամասերում, որպեսզի այդ պահը բաց չթողենք, այսպես ասած։ Շնորհակալություն պարոն գնդապետ մեզ հյուրընկալվելու համար։ Ես հիշեցնեմ, որ Զինուժի հրապարակում մենք զրուցում էինք մրցական գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումների թեմայի շուրջ, իսկ իմ հարցերին պատասխանում էր Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ գնդապետ Տիգրան Ավետիսյանը։ Առայժմ Սիրելի երեխաներ, իսկական զինվորը պետք է լինի ֆիզիկապես ուժեղ, կարողանա դիպուկ կրակել, կարողանա պահել ռազմական գաղտնիքը։ Հակառակ դեպքում թշնամին Լավ է։ Շատ լավ է։ Վերջը չասեցիր, ճիշտ են ասում, որ շատ լարված է վիճակը դիրքերում։ Դե պատմիչ կա դիրքերից։ Մամ, դու չգիտես, որ ռազմական գաղտնիքը չեն բարձրացնում։ Ապրես։ Շարունակում ենք թողարկումը։ Այս ժամանակահատվածում ազգային բանակի ստորաբաժանումներում շարունակվում են տեխնիկան եւ սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները։ Աշխատանքներ, որոնք ավարտին են հասցվել նաեւ առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում։ Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում ավարտվեցին տեխնիկան եւ սպառազինությունը շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքները։ Զորամիավորումում մեծ ուշադրություն է դարձվում սեզոնային տեղսպասարկման աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել էին զորամասերից մեկի ավտոհավաքակայանում տեղի ունեցած ցուցադրական պարապմունքով, որին մասնակցում էին տարբեր զորամասերի տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման հարցերով զբաղվող պատասխանատու սպաներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել ամենուր անվտանգության կանոնների խստիվ պահպանմանը, զորավարժությունների ժամանակ կիրառվող հրետանու տարբեր տեսակների, հրանոթների եւ այլ զինտեխնիկայի սպառազինության մանրակրկիտ ստուգմանը, դրանց մաքրման, յուղման եւ ճիշտ շահագործման հետ կապված աշխատանքների պատշաճ կազմակերպմանը, արկա նյութատեխնիկական միջոցների, ուսումնական բազայի արդյունավետ օգտագործմանն ու ռազմական տեխնիկայի սպառազինության շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման անհետաձգելի միջոցառումներին։ Եվ ահա տեխնիկան եւ սպառազինությունը
շահագործման ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքների ավարտին այցելեցինք փոխգնդապետ Արմեն Բալասյանի հրամանատարությամբ գործող գումարտակ, որտեղ մեծ թափով ընթանում են սպառազինության ու տեխնիկայի սպասարկման աշխատանքներ։ Բացի հիմնական հրահանգավորումից, տանկերի եւ ՀՄՄ-ների վաշտերի հրամանատարները յուրաքանչյուր աշխատանքային տեղամասում նախքան անձնակազմի կողմից սպասարկման աշխատանքները սկսելը մեկ անգամ եւս մանրակրկիտ բացատրում եւ անհրաժեշտության դեպքում իտես մյուս բոլոր զինծառայողների ցուցադրում են գործողությունների ժամանակին ճիշտ եւ որակյալ կատարման ձևը, ապա տվյալ անձնակազմին հրամայում սկսել գործընթացը։ Զինվորները վարժ ու հստակ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։ Տեղսպասարկման աշխատանքներին հետևում էր գումարտակի հրամանատար փոխգնդապետ Արմեն Բալասյանը, ով ոչ միայն հանդես էր գալիս խորհուրդներով ու պարզաբանումներով, այլև անհրաժեշտության դեպքում կատարում դիտողություններ։ Ի պատասխան տեխնիկայի մարտունակության վերաբերյալ մեր հարցին գումարտակի հրամանատարն ասաց. «Առկա ողջ տեխնիկան եւ սպառազինությունը գտնվում են սարքին վիճակում, ամբողջապես շահագործված եւ պատրաստ կատարել ցանկացած մարտական խնդիր»։ Պաշտպանության բանակում այս շաբաթ կայացել է նկարիչ քանդակակորդ զինծառայողների ամենամյա մրցույթը։ Ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Մրցույթն անցկացվեց 2 փուլով։ Առաջին փուլում ժյուրիի անդամներն ընտրեցին լավագույն աշխատանքները եզրափակիչ փուլի ներկայացնելու համար։ Մասնակիցներն իրենց աշխատանքները ստեղծել են Արցախի անկախության 25-րդ տարեդարձը եւ ապրիլյան քարոզիա պատերազմը թեմաների հիման վրա։ Այս խոսում նկարների մեջ պատկերված են հայ զինվորն ու Արցախն այնպես, ինչպես տեսնում ու զգում են մրցույթի մասնակիցները։ Ոգևորված ենք նաեւ մենք, որ զինվորները ապրիլյան, մանավանդ ապրիլյան պատերազմ անցած տղաները կարողանում են նման կերպ ներկայանալ միջոցառմանը, բավականին հետաքրքիր աշխատանքներ տեսա, կատարման բարձր վարպետությամբ։ Երկրորդ փուլն անցկացվեց Շուշիի կերպարվեստի դպրոցում, որտեղ առաջին փուլը հաղթահարած մասնակիցների աշխատանքները գնահատելով ընտրեցին մրցույթի հաղթողին։ Ապրիլյան քարոզիա պատերազմի մասնակից Ալիկ Կոստանյանը արդեն երկրորդ անգամ է, ինչ մասնակցում է համաբանակային այս մրցույթին, եւ այսօր նրա աշխատանքը ճանաչվեց լավագույնը։ Մեր ընդհանուր առօրյան այդ 2 ամիսը ինչպես ենք ապրել այդտեղ այդ ցեղին, այդ անձրևներին, այդ ուրեմն եղանակային պայմաններին եւ ընդհանուր կռիվ է։ Մեջտեղում պատկերել եմ ուրեմն իմ կերպարը որպես մասնակից այդ գործողություններին։ Գտնվել ծառայության մեջ եւ զբաղվել սիրած գործով։ Միանշանակ յուրաքանչյուր զինծառայող արվեստագետի համար սա կարևոր բաղկացուցիչ է եւ հաշվի առնելով այս հանգամանքը, Պաշտպանության բանակի հրամանատարությունը ստեղծում է համապատասխան պայմաններ, որպեսզի զինծառայողները կարողանան կատարելագործվել եւ իրենց տաղանդով օգտակար լինել բանակին։ Զինվորները, երբ որ գնում են ծառայության, կարծես թե իրենց միգուցե չեն արտահայտում, բայց մտածում են 2 տարով կտրվեցի ամեն ինչից, չեմ շարունակելու, չեմ զբաղվելու, չեմ նկարելու եւ այլն եւ այլն։ Իրենք իրենց վանում են մի տեսակ արվեստից։ Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը մեծ նշանակություն ունի ըստ իս, քանի որ նրանց նորից Երևան է հանում զինվորներին։ Իրենք իրենց նախ այսպես ասած լավ են զգում, կարծես իրենց վերագտնում են նորից։ Այս մրցույթը եւս մեկ անգամ փաստեց հայ զինվորի յուրահատկությունը, որ նա ոչ միայն մարտի դաշտում է կարողանում աչքի ընկնել իր ունակություններով, այլև այսպիսի միջոցառումների ժամանակ եւս կարողանում է հիացնել բոլորին։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի եւ 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։